Բարեկամներ, բարև ձեզ։ Մենք այսօր ձեր հետ միասին կքննարկենք նորից իրավիճակը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ 3 օրվա առաջի կեսին մեր ժամով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկար բանակցությունների ընթացքում, որոնք ամբողջ գիշեր էին տեղի ունենում, Միացյալ Նահանգների միջնորդությամբ ինքը ուրախ է հայտարարել, որ կողմերը Պակիստանը եւ Հնդկաստանը համաձայնվել են հրադադարի մասին եւ այս տեղեկատվությունը նաեւ հետո հաստատեց Պակիստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունները, փաստորեն կողմերը պետք է հրադադար ունենային այն նույն սահմաններում, որում այս ռազմական գործողությունները սկսվեց եւ որևէ փոփոխություն չպետք է լիներ։ Դրանից հետո Ռուբիոն նաև հայտարարեց, որ խոսել է ուրեմն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ եւ Շարիֆի հետ, Պակիստանի վարչապետի հետ եւ դրական է գնահատում այն, որ երկու կողմերն էլ ընտրում են խաղաղության ճանապարհը եւ ամենակարևորը այն է, որ դրանից հետո սկսեցին տարբեր հայտարարություններ, այդ թվում Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունեց այս կարևոր քայլը դեպի դեէսկալացիա հարաբերությունների առումով եւ իրավիճակի եւ առաջի պայթյունները հնչած 3 ժամ անց, մոտավորապես երեկոյան ժամը 7-ի համար Սրինիգարի Քաշմիրի մայրաքաղաքի ուղղությունով։ Եվ ինչպես հետո պարզվեց, նաև Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղարը Վիկրամ Միսրին հայտարարեց, որ Պակիստանը խախտել է հրադադարը։ For the last few hours, there have been repeated violations of the understanding arrived at earlier this evening between the Directors General of Military Operations of India and Pakistan. This is a breach of the understanding arrived at earlier today. The armed forces are giving an adequate and appropriate response to these violations, and we take very, very serious notice of these violations. We call upon Pakistan to take appropriate steps to address these violations and deal with the situation. Ընդհանուր առումով կարելի ասել Պակիստանի արտաքին գործերի քարտուղարը հայտարարել է, որ կներեք, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Վիկրամ Միսրին հայտարարել է, որ Պակիստանը ժամեր անց հրադադարը կնքելուց հետո հարվածներ է սկսել Քաշմիրի մայրաքաղաք Սրինիգարի ուղղությունով եւ դրանից հետո Հնդկաստանի զինված ուժերին տրվել է հրաման, որ իրենք ուրեմն համապատասխանող իրավիճակին հակահարված եւ պատասխան գործողություններ վարեն Պակիստանի հարձակումների վրա։ Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտնել էր մի քանի ժամ անց դրանից հետո, որ որևէ խախտում տեղի չի ունեցել հրադադարի, ինչը շատ զարմանալի հայտարարություն էր, որովհետև փաստացի մենք նաև տեսնում էինք, որ ոչ միայն հրադադարի նկարներ կային, այլ նաև տեսահոլովակներ, եւ մենք տեսնում էինք, որ այո, հրադադարը լուրջ խախտված էր, որովհետև ամբողջությամբ լույսը նորից կտրել էին ուրեմն ինչպես Սրինիգարի, այդպես էլ Ջամուի, Պատանկոտի, Ջալանդարի ուղղությունով եւ ամբողջ Պունջաբի շրջանում եւ կարելի ասել դա ակնհայտ ցուցանիշ էր նրա, որ ռազմական գործողությունները վերասկսվել, բացի դրանից օդում տեսնում էինք ԱԹՍ-ներ, ակտիվություն հենց ԱԹՍ-ների։ Շեհբազ Շարիֆը հայտարարություն է արել եւ ասել է, որ պատասխանել են Հնդկաստանին այն լեզվով, որը ինքը հասկանում է եւ դրանից հետո Պակիստանը խախտումներից հետո սկսել էր ուրեմն հատուկ ռազմական օպերացիա։ Մի խոսքով կողմերը իրար դեմ հատուկ ռազմական օպերացիա են սկսում։ Հնդկաստանը սկսել էր Սինդուրը, իսկ Պակիստանը սկսել էր Բունյան ալ-Մարսուս ռազմական գործողությունը։ Հիմա բացատրեմ ձեզ դրա նշանակությունը։
Սինդուրը դա այդպիսի հումք է, որը գունավոր է եւ որը օգտագործում են կանայք այն դեպքում, երբ իրենց ամուսինը զոհվել է։ Հնդկաստանում դա ընդունված արարողություն է եւ դա ողբերգության ցուցանիշ է, որի վրա կարելի ասել նաեւ պատասխան է այդ ողբերգությանը մի խոսքով եւ կոչել այդ հատուկ օպերացիան Սինդուր ուներ այդ նշանակությունը, որ 26 մարդեր զոհվել եւ շատերի կանայք նաեւ այդ պատճառով հենց այդ Սինդուրը օգտագործել էին, որ սուքի նշան է մի խոսքով կարելի ասել այդ Սինդուրը։ Իսկ ինչ վերաբերվում է Պակիստանի հատուկ օպերացիայի անվանմանը Բունյան Մարսուսը, սա նշանակում է սա Ղուրանից է, ուրեմն իսլամական կարևորագույն կրոնական գրքից, որտեղ որ այս ձևաչափը նշում է անխախտելի ամուր պատ եւ այս ուղղությամբ իբրև Պակիստանն է այս անխախտելի ամուր պատը իսլամի, որովհետեւ նույն վարչապետ Շարիֆի բոլոր հայտարարությունների վրա ես արաբերեն կարդացի, որ վրեն գրած էր Ալլահու Ակբար, ինչը նշանակում է Ալլահը, այսինքն Ալլահը արաբերեն նշանակում է ուղղակի Աստված։ Իրականում որևէ տարբերություն այդ բառի եւ ուրիշ բառերում Աստված բառի միջև չկա, ուղղակի արաբերեն է Ալլահը։ Եվ Ալլահու Ակբարը նշանակում է Ալլահը ամենամեծն է կամ ամենահզորն է, մոտավորապես այս նշանակություն ունի Ակբար բառը արաբերենից։ Ուստի այստեղ կրոնական ուղղությունը մենք շատ լուրջ տեսնում ենք եւ զուգահեռ դրա կարեւոր է նշել, որ միջև այդ Հնդկաստանը ակտիվ ռազմական գործողություններ վարեց ի պատասխան Պակիստանի հարվածներին։ Ես հետաքրքիր է տեսնել, թե որտեղ են հարվածը։ Տեսեք, Լահորը այստեղ է գտնվում, բայց փաստորեն հարվածել են միջև ամենախոր քաղաքները Սարգոթան, որը դրանից հետո տեսնում եք արդեն սարեր են սկսվում եւ Հինդուս գետի հատվածը, այս հատվածը տեսնում եք շատ կադաչ հատվածն է, որովհետեւ գյուղատնտեսությունը այստեղ է։ Բացի դրանից ներքևում էլ են կրակել ավելի հարավի հատվածներում եւ տեսնում եք այստեղ նաեւ Ռահիմ Յարխան քաղաքի ուղղությունով են կրակել, ինչպես նաեւ մի փոքր ավելի Ջակոբաբադ քաղաքի ուղղությունով եւ այստեղ հարավում իրականում անհասկանալի է ինչ է այստեղ օդանավակայան է, տեսնում ենք, որ օդանավակայան է այստեղ, ռազմական, եւ այս ռազմական օդանավակայանի դեմ են նաեւ կրակ բացել հնդկական զորքերը։ Դուք տեսնում եք այստեղ գլխավոր այդ գետն է, պատկերացնում եք ինչ կարևորություն ունի այդ գետը, շատ մեծ կարևորություն, ամբողջ գյուղատնտեսությունը, ինչպես տեսնում եք, այդ գետի շուրջ եւ կողքին է։ Ռաջաստանում հետաքրքիր է, հա, գցել են հնդկական հրթիռների հետքեր Ռաջաստանում, որովհետև կրակ էր բացվել նաև Ռաջաստանի ուղղությունով։ Ռաջաստանը այս հատվածն է, տեսնում եք։ Հնդկաստանը իրականում ամենաչբնակեցված եւ տեսնում եք, քիչ է այստեղ կանաչությունը, որովհետև ջուր չկա այս հատվածում եւ մի փոքր անցնում է նաև Պակիստանի ուղղությունով։ Մենք նաև տվյալներ ունենք եւ հիշում եք, մենք ձեր հետ միասին խոսում էինք հարգելի հայրենակիցներ նրա մասին, որ Իրանի տարածքում այս հատվածում բալոչներ են ապրում եւ կարելի ասել, որ Բալոչստանը այս տարածքը կոչվում։ Բալոչները իրանական խումբ են, բայց սունի խումբ են եւ դրանով իրանք տարբերվում են շիա Իրանի բնակչությունից եւ քաղաքականությունից, ուստի բալոչները ուզում են անկախանալ, բայց նաեւ կան բալոչներ Պակիստանի տարածքում, ով ուզում է անկախանալ Պակիստանից, որովհետեւ էթնիկ առումով Պակիստանի հետ կապ չունեն։ Պակիստանցիք էթնիկ առումով շատ ավելի մոտ են իրականում ուրեմն Հնդկաստանին եւ թուրքերին։ Եվ Պակիստանը այդքան էլ կապ չունի իրանական ժողովուրդների հետ, ավելի մոտ է Կենտրոնական Ասիային, որը մի ժամանակ գրավել էր Պակիստանը, թուրքերին եւ Հնդկաստանին։
Սրանով մենք տենում ենք, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ռազմական գործողությունների զուգահեռ բալոչները Պարսկաստանի Պակիստանի կներեք ակտիվորեն բացել են երկրորդ ճակատ, կարելի ասել, եւ ներքից դիվերսիաներ են կազմակերպում Պակիստանի դեմ նրա նպատակով, որ այս հատվածը Բալոչստանի կարելի ասել ազատագրվի եւ ապագայում կարող է կազմի նույնիսկ մնացած բալոչների հետ Իրանի տարածքում միասնական այսպիսի պետություն։ Ընդհանուր առումով մենք գիտենք, որ կողմերը շարունակում են ակտիվորեն կիրառել ԱԹՍ-ներ եւ ես նաեւ ուզում եմ ձեզ դրա մի քանի օրինակը ցույց տամ երեկվա հարվածների նաեւ Սա Հնդկաստանի տարածքում էր տեղի ունենում այս հարվածները իսկ սա Պակիստանի տարածքում այս հարվածները բացի դրանից նաև շատ կարևոր տեղեկատվություն կա, որը ես ձեզ ուզում եմ ցույց տամ անպայման եւ դա վերաբերվում է նրան, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Հնդկաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ եւ կոչել է իրենց դեպի դեէսկալացիա իրավիճակի հանդարտում, բայց կարևոր էր նաև, որ մինչև այդ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել էր Մարկո Ռուբիոյի հետ եւ պատասխանատվությունը դրել էր ամբողջությամբ Պակիստանի վրա եւ նաև կարևոր է նշել այն փաստը, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը նաև շատ ակտիվ բանակցություններ է ունեցել Ֆրանսիայի կողմի հետ, եվրոպական տարբեր պետությունների հետ, Միացյալ Նահանգների հետ։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, որ այցը, որը տեղի ունեցավ Պակիստանի ուղղությամբ նաև շատ մեծ կարևորություն ուներ Պակիստան-Հնդկաստանի հարաբերությունների մասին է խոսքը, որովհետև առաջի հերթին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը ինքը գտնվում էր Սաուդյան Արաբիայում, այնտեղ որտեղից որ տարածվել է իսլամը իրականում եւ հասել է մինչեւ Պակիստան եւ Պակիստանի խնդիրը ընդհանրապես օրակարգ է դրվել եւ Սաուդյան Արաբիայում լինելու ժամանակ էր իրականում այդ հարձակումը հարվածը տերորիստական Քաշմիրում տեղի ունեցել եւ դա նաեւ իր կարեւորությունը ունի։ Ես ուզում եմ նաեւ նշեմ, որ հետաքրքիր է այն զարգացումը, որը նաեւ տեղի է ունենում այս առումով, հեսա գտա ես դա ուզում եի ցույց տալ ձեզ Պակիստանի զինված ուժերը ակտիվ մատակարարվում են Թեկիրդաղ միջազգային օդանավակայանից, որը հիմա էլ միջազգային չի, Ստամբուլի կողքին, որը այս Թեկիրդաղը այստեղ է գտնվում, Ստամբուլից ոչ այդքան հեռու, որը Բայկար գործընկերության բայրակտար տարբեր բայրակտարները արտադրող ուրեմն գործընկերության խոսք է գնում ինչպես TB2, որը ակտիվորեն լայնածավալ կիրառվեց Ղարաբաղում եւ մենք շատ լավ գիտենք, նաեւ ավելի ծանր ակինչի ԱԹՍ-ները եւ Քիզիլելման եւ ուրիշ ԱԹՍ-ները իրենք արտադրվում են հենց այստեղ Բայրակտարի կենտրոնն է Թեկիրդաղը եւ ակտիվ մատակարարումներ են տեղի ունեցել Թեկիրդաղից մինչեւ Պակիստան։ Եվ հիմա ես ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ այդ մատակարարումները անցնում են իրականում Իրաքի տարածքով եւ հետո արդեն ծովային հատվածով գալիս են դեպի Պակիստան։ Այդ մատակարարումներից հետո տեղի ունեցավ այն, ինչ եղավ երեկ եւ դա Պակիստանի կողմից լայնածավալ կրակ բացելներ Հնդկաստանի ուղղությամբ, որովհետեւ կարելի է ասել, որ Պակիստանը ստացավ նոր ԱԹՍ-ներ եւ ասեմ ձեզ, որ հնդկական աղբյուրները միանշանակ խոսում են նրա մասին, որ Պակիստանը ստանում է զենք Թուրքիայից եւ որ Թուրքիան չարիք է
այսպես են գրում հենց հնդկական աղբյուրները, ասելով, որ Թուրքիան է հրահրում այս ռազմական գործողությունները եւ հարվածները Հնդկաստանի դեմ եւ այո, կոչում են Թուրքիային չարիք, հենց այդպիսի բառապաշար են օգտագործում, որովհետեւ տեսնում են, որ Թուրքիան ակտիվ պատերազմի ժամանակ մատակարարում է հենց ԱԹՍ-ներ Պակիստանին։ Այս պահի դրությամբ մենք գիտենք, որ հրադադարը խախտված է եւ ռազմական գործողությունները ընթանում են։ Մենք կշարունակենք ձեր հետ միասին անպայման վերլուծել եւ հետեւել իրավիճակին։ Կարծում եմ, որ այս իրավիճակը շատ բարդ է, որովհետեւ հրադադարի խախտումը արդեն նեգատիվ զարգացում է, որ պետք է որ հրադադարը պահպանվեր եւ Պակիստանը այստեղ նաեւ շատ վատ քայլ արեց, որի հետևանքները քաղելու է համոզված եմ եւ մենք կտեսնենք, որ Միացյալ Նահանգները կարծում եմ էլ ավելի ակտիվ կներգրավեն այս հարցերում, որովհետև տեսնում են այստեղ, որ Չինաստանը նաև շատ ակտիվ ներգրաված է, ինչպես նաև Թուրքիան եւ թուրքական պետությունները։ Ես չեմ զարմանա, որ նաև Ադրբեջանից լինի որևէ մատակարարում կամ աջակցություն Պակիստանին այս ժամանակահատվածում։ Նաև լուրջ քննարկումներ կան ուրեմն ինքնաթիռների ուղղությունով, մենք ձեր հետ այս հարցը մանրամասն վերլուծել ենք չինական ինքնաթիռների հնարավորությունների մասին, հիմա սկսել են տարբեր ուրեմն տեղեկատվություններ տարածվել, մի խոսքով չինական ռազմական հնարավորությունների համար հիմա աճի եւ զարգացման այսպիսի փուլ է, որ գովում են չինական զենքը եւ սա առաջի այսպիսի օգտագործումն է, դուք տեսնում եք Չինաստանի գլխավոր տարածքը այստեղ է գտնվում եւ առաջի կարելի ասել փուլն է, երբ Չինաստանը գործում արդեն ցուցադրում է իր ռազմական հնարավորությունը, իհարկե դա նաև կարևորագույն ազդեցություն է ունենալու Չինաստան-Թայվան ուղղության վրա, որովհետև հիմա Չինաստանը շատ ավելի համոզված է, որ իր J-10C եւ JF-17 ինքնաթիռները եւ ավելի լավ ինքնաթիռները, որոնք Չինաստանը ունի, կարող է ակտիվորեն հասնել հաջողության եւ կիրառվել Թայվանի դեմ, ինչպես նաև ուրիշ վայրերում եւ տարբեր պետություններ հիմա սկսելու են մտածել գնելու մասին։ Իրականում սա մինչև վերջ հաստատված չի, որովհետեւ պարզ չի ինչ իրավիճակում է սա տեղի ունեցել, բայց սա արդեն դարել է ոգևորության պատճառ Չինաստանի եւ Չինաստանի դաշնակիցների համար։ Այսքանով դեռ ավարտում ենք վերլուծությունը այս ուղղությամբ, որովհետեւ այս իրավիճակը այս պահին այսպիսին է, բայց նորության դեպքում եւ կարևոր զարգացման դեպքում մենք անպայման հարգելի հայրենակիցներ ձեր հետ միասին կշարունակենք վերլուծելը եւ կհետևենք իրադարձություններին, որտեղ ամենաթեժ իրավիճակը այս պահին իհարկե Հնդկաստան-Պակիստանի միջև է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։